Ռուսաստանի արտգործնախարարության հակասանիտարական մամլոք հարտուղարը դեմոնստրատիվ եւ ամենացինիկ ձևով ծաղրուծանակի է ենթարկում Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ իրեն թույլ տալիս ամենալպիրս ձևով հռհռալ իր իսկ ասացի վրա։ Արդեն 1 օր է անցել, մինչդեռ Հայաստանի իշխանությունը մեր պետական մարմինները որևէ ձևով դրան չեն արձագանքել։ Կարևոր էլ չի կարձագանքեն թե ոչ։ Կարևորն այն է, ինչու է նա իրեն այդքան ազատ եւ անբռնազբոս զգում եւ իրեն իրավունք վերապահում իր անլվակիթը մտցնել մեր գործերի մեջ եւ ընդհանրապես քննարկել թե ինչ է անում Հայաստանը իր ներքին քաղաքականության եւ իր արտաքին քաղաքականության ուղղությամբ։ Այս ամենը գալիս է նրանից, որ Հայաստանը ուղղակի անհստակ է իր առաջնահերթություններում եւ ասում է բաներ, որը տալիս է բավականին լայն դաշտ հիբրիդային պատերազմի պայմաններում, հենց Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի պայմաններում պաշտոնական Մոսկվային այդքան ազատ զգալ հայկական ուղղությամբ։ Խոսքը վերաբերվում է Հայաստանի եվրոինտեգրմանը։ Եվ քանի Հայաստանը չի հստակեցրել իր քաղաքական առաջնահերթությունները եւ անելիքը, իսկ օրենքը ընդունելուց հետո էլ եվրոինտեգրմանն անդամակցության լիիրավ անդամակցության այդ քաղաքական կուրսի մեկնարկի մասին, քանի չկա հստակություն, այո, ծիծաղելու են, որովհետև ասելու են դուք շպագատի վրա եք նստած, իսկ այդ կետերն էլ իրարից հեռանում են, եւ դուք ուղղակի դրսից էլ ծիծաղելի եք երևի ոմանց համար, նրանց համար, ովքեր կցանկանային ծիծաղալ մեզ վրա։ Սա մանր քրեականի պահվածք է, որը բնորոշ է ժամանակակից Ռուսաստանին, իսկ դա նշանակում է, որ այդ պահվածքը դադարեցնելու մի ձև կա, երբ դեմ են առնում շատ կոնկրետ գործողության։ Գործողությունն էլ այն է, ամեն տենց հռհռոցի դիմաց Ռուսաստանը պետք է մի ներկայության ակտիվ կորցնի Հայաստանում։ Կանեք, չգիտեմ։ Համաձայն եք մեզ հետ, որ պետք է անել, միացեք մեզ։